մշակույթը մղվեց ետին պլատ։ Մենք 90-ական թվականի տեսքում արձանագրել ենք հոգևորի աննախադեպ նահանջ։ Եվ այսօր անտարբերությունը, Մարինա ջան, որ նոր խոսում ենք, անտարբերությունը այդ մշակութային այդ ցամաքելն է։ Չկա մարդկանց մոտ հոգի չկա։ Կոստանդզարյանը 1961 թվականին գրել է հայության կոչում փոքր, շատ լուրջ էսսեի պես մի բան, չէ՞։ Շատ հստակ արձանագրում է հայությունը մեկ խնդիր ունի։ Հայաստանը ինքը մշակութային հոգևոր պրոյեկտ է։ Ու եթե մենք խեղվում ենք սրանից, դառնալու ենք այն քաղաքակրթական, արևմտյան քաղաքակրթություն նկատներ, շուկայի սովորական խանութպան։ Հիմա մենք այդ խանութպաններ չենք։ Էս է իրականությունը։ Հիմա ինչ անել, որ ես հարցը տալիս էի, ինձ թվում է պետք է վերադառնալ մշակույթին։ Մեզ հոգևոր կյանք է, հոգևոր սնունդ է հարկավոր տալ։ Դժվար է, իհարկե դժվար է։ Մենք փաստորեն ցավոք սրտի, ես իհարկե շատ բաներ կարելի ասել, բայց հիմա ես խոսում եմ իմ պատկերացմամբ ամենակարևորի մասին, կրթություն եւ հոգև։ Մեզ մոտ, մեր երկրում մշակույթի նախարարությունը փակվեց, մի հատ մշակույթի գործիչ ելույթ չի ունեցել։ Մի հատ ձևի համար գրողների միություն, լռություն, գիտությունների ակադեմիա, լռություն։ Բայց այս բանա լինում։ Խի հայության համար մշակույթը դա ընդհանրեն այսպես միջոցառումների կազմակերպում է նշանակում։ Այստեղ խոսքը գնում էր նաև ցեղասպանության մասին եւ ես ուզում եմ լրացնել պարոն Դանիելյանի խոսքը։ Գիտեք, ես կարծում եմ մենք ոնց ենք ներկայացնում ընդհանրապես ցեղասպանության խնդիրը։ Նրանց կենցաղային մակարդակում մի հատ որ, պանտեր ժողովուրդը այդ բարբարոսները սրի քաշեցին։ Այս ենք էլի հիմնականում կոնցեպտուալ սա է։ Իրավունք չունեն, մարդու իրավունքները բան սրի քաշեցին։ Այդ սովորական ամերիկացին կամ սովորական եվրոպացին միջին։ Այդ րոպեին տելեվիզորը միացնում է, դեսպանը նույն բանը տեզմիանում Սոմալիում։ Քեզ իր համար հայոց ցեղասպանությունը Սոմալիում տեղի ունեցող կամ Ռուանդայում նույն բանն է։ Նույն տարբերություն չկա։ Մինչդեռ խոսքը բոլորին այլ բանի մասին է։ Ես խորապես համոզված եմ, որ ցեղասպանությունն ունի իր մշակութային հոգևոր բաղադրիչը։ Հային ցեղասպանել նշանակում է քաղաքակրթական աշխարհին, նույն միջին եվրոպացուն, միջին ամերիկացուն եւ այլն, զրկել նարեկացուց, զրկել Համբարձումյանից, Գալամյանից, Գուրզադյանից, այս սա է պետք է ներկայացնել։ Սա է խնդիրը։ Թե չէ, գիտեք ինչ կա, օրինակ ասենք թե գերմանացիները իհարկե գերմանական, ասենք թե էլիտա ինչ որ մի հատված մշակութային կարող է նույնիսկ հիանա հայոց մշակույթով։ Ես դա չեմ մերժում։ Բայց սովորական շարքային գերմանացուն համար հայոց մշակույթը իրանց կենսաբանական աղբյուրը չի հոգևոր։ Մինչդեռ դա պետք է ներկայացնել, ես համոզված եմ, որ այդպեսին է։ Այլապես ինչու պետք է լիներ, ենթադրենք նարեկացին դառնար տեզերական վարդապետ։ Նարեկացին, որը որ Դանթեից գործել է 243 տարի առաջ, մինչդեռ եվրոպացիները Դանթեին են դիտում որպես քրիստոնեության մեծագույն պոետ։ Ուզում եմ ասել, մեր խնդիրը հոգևոր կյանքը վերակենդանացնելն է։ Սա մենք պետք է գիտակցենք։ Առանց սրա ոչ սերունդը դաստիարակվելու, ոչ էլ հայը հայ կմնա։ Սուտ է։